Հավատացիք Պապոյանի ժամբյոնից աս հայտարարությանը, որ Ռուսաստանի հետ բանակցում են եւ պիտի օրենք է դրված շրջանառության մեջ, որ պիտի փոխվի 90 օրը դա։ Տեսեք, իմ հավատալ չհավատալու հարցը չի։ Եթե մարդ իր տեղում է, ուրեմն ինչ անում։ Գիտի, որ 90 օր է, 90 օրյա ժամկետ է։ Այդ իմանալով, որ 90 օրյա ժամկետը մարդ կա 1 ամիս կանգնում է հերթի մեջ։ Պաշտի որ 90 օրը չի հերիքելու բեռնատարի վարորդներին, որ գնան եւ հետ գան։ Դա շատ արագ վերջանում է։ Այդ խնդիրը նոր չի եղել, ես էլ գրություններով բանով դիմել եմ։ Հիմի բանը բանին տվել անցել է։ Հենց որ ժողովուրդը արդեն մեր բեռնատարի վարորդները ասում են, ես ինչ եք անում, հիմի Վրաստանում մեծ տեր չեք։ Այսինքն մեր խնդիրները լուծում ենք տարբեր եղանակներով։ Ռուսաստանի Դաշնությունը մեծ խնդիրը կա, էլի ձեզ հետաքրքիր չի ինչա կատարվում։ Գալիս է հետո ասում են, դե մենք սկսենք բանակցությունները, մի հատ կհասկանանք ինչա։ Ամեն ինչն են տենց անում, անվտանգությունից սկսած, տնտեսությունից սկսած, բոլոր առումներով, ինչը որ իրենց պատասխանատվության տիրույթում է, ամբողջը ձախողել են, որովհետև դրանից առաջ հմուտ ղեկավարը պիտի դրանից առաջ հարցը լուծի, որ հրդեհը չլինի, նոր մտածեն հրդեհը ինչ-որ հանգցնելու մասին։ Մինչև հրդեհը հանգցնելն է, կարող է շինությունից բան չմնա, չէ՞։ Պատկերավոր եմ ասում այդ ամեն ինչը, բայց ամեն օր ինձ տասնյակ հարավոր մարդիկ զանգահարում են ասում, հերթական դեպորտը խփեցին, Մակարյան գրել է, որ 300 վարորդ արդեն դեպորտ ունեն եւ դա խնդիր է։ Դա ստույգ թիվ չի, որովհետեւ 2 օր առաջ դրա թիվը արդեն 450 էր հասել։ Այս ընթացքում ավելի են շատացել, ընդհանուր նաեւ բեռնատարի վարորդներ կան, որ այնտեղ հիմա չեն կարող բեռնատարները նստեն գան, որովհետեւ գիտեն, որ իրենք կպատժեն։ Դրանից տուժում է մեր տնտեսությունը, արտահանումները, ներմուծումը եւ այլը եւ այլը։ Հիմա էլ այս մարդիկ դիմել են ծայրահեղ քայլի։ Հայաստանի Հանրապետության մտնող 3 ուրեմն մեր անցակետերը փակել են, որովհետև այս ընթացքում էլի հստակ պատասխան չի տրվել։ Հիմա էլի որ հարց է տալիս, ասում ես լավ, ժամկետ կարաս ասես, այս մարդը վարկա վերցրել, այս մարդը վարկային պարտավորվածություններ ունի, տնտեսվարողը պիտի իր ապրանքը տանի, բերի եւ այլ եւ այլ։ Ասում է չէ, դե մեզնից կախված չի։ Ձեզնից ի՞նչն է կախված։ Ստատուս գրել, թիրախավորել եկեղեցին, ամբողջ օրը բաց եկեք ստատուսները նայեք։ Եկեղեցու թիրախավորում, ուրիշ ամեն ինչով զբաղվում են բացի իրենց գործով։ Ընդդիմախոսներին ամենակեղտոտ բառապաշարով թիրախավորելը, այսինքն իրենց գործառույթը չեն կատարում այս մարդիկ։ Խնդիրը դրանում է։ Դուք ձեր տեղում չեք։ Եթե դուք ձեր տեղում լինեիք, օրինակ Վրաստանի հետ կապված խնդիրը կլուծեիք։ Հիմա այդ խնդիրներ ավելացել է միկրոավտոբուսների խնդիրը, որ հիմա Վրաստանում էլի բախվել են այդ խնդրին։ Ու այդ խնդիրները կուտակվում է, ու կրկնում եմ, դա տնտեսության վրա շատ բացասական ազդեցություն է թողնելու, բայց դրա մասին մենք էլ ենք զգուշացրել, իրենք էլ պատկան մարմին է, եթե չգիտի, որ 90 օրը պիտի լրանա, չնայած մենք դրա մասին ասել ենք, բա դու այդ գործին ինչ կապ ունես։ Այսինքն սա խառնվել է իրար։ Չգիտես այդ մարդիկ ինչ են անում։ Ես դրա համար էլ ասի, ՆԳՆ նախարարա թե էկոնոմիկայի, չգիտեմ, ասենք արտաքին գործերի նախարարա թե ես չգիտեմ туриզմի նախարարա, ասենք զբոսաշրջության բան։ Այսինքն սա սենց խառնվել է իրար։ Եվ այդ այցելությունները որ կան, որ օրինակ ասում եմ, մենք շատ բարձր մակարդակի հանդիպումներ ենք ունենում, մենք գնում ենք տարբեր երկրներ, Վրաստանի Դաշնության հետ ունենք ընտիր հարաբերություններ, էսա ձեր ընտիր հարաբերությունները Եթե սա անտիրն է, բա վատը ոնց արում, ես չգիտեմ։ Վատն էլ է, հիմի պիտի ուրախանանք, որ Վրաստանի հետ, ասենք, պատերազմ չենք հայտարարում, էլի Վրաստանին, ասենք, երևի պիտի իրան շնորհակալենք, որ ինչ լավ է, որ մենք այս պահին պատերազմական իրավիճակի մեջ չենք Վրաստանի Դաշնության հետ։